Բարի օր։ Մեդիա կենտրոնում այսօր ամփոփելու ենք տարին մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, թե որքանով ենք կարողացել 2013-ին իրացնել մեր իրավունքները եւ պաշտպանության ինչ գործողությունների ենք դիմել։ Այդ մասին կխոսենք ոլորտում գործող մասնագետների հետ, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հյուր ունենք ազգային ժողովից։ Իմ հյուրերն են այսօր ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Մարտին Թադևոսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության հանուն իրավունքների հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը, Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Իշխանյան, որքանով կարողացանք այս տարի իրացնել մեր իրավունքները։ Շնորհակալություն։ Հարգելի լրագրողներ, իսկ ամփոփում ենք տարին, ես այս տարի որոշել եմ ոչ միայն խոսել առանձին դեպքերի մասին, այլ մի փոքր վերլուծություն անել նաև։ Թող ներեն ինձ գոլեգաներս, գուցե մի 2-3 րոպե ավելի երկար տևի իմ խոսքը։ Ես ուզում եմ հետևյալն ասեմ, որ ամեն տարի, երբ որ մենք զեկույցներ ենք գրում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ Հայաստանում կամ թերթում ենք միջազգային կազմակերպությունների զեկույցները, պայմանական ասենք Human Rights Watch-ի կամ այլ կազմակերպությունների, միջկառավարական կազմակերպությունների մասին չեմ ասում, զուտ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները։ Մենք կարծես թե ամեն անգամ նկատում ենք նույն փաստերն են գրված Հայաստանի մասին, մասնավորապես, եւ ամեն անգամ գրված է մոտավորապես այսպիսի տողեր, էական առաջընթաց չի նկատվում։ Եվ ես ուզում եմ դրան անդրադառնալ։ Ամեն անգամ տարբեր զեկույցներում ես մի օրինակ բերեմ միայն Եվրոպայի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցը, որտեղ ամեն անգամ նույն հորդորներն են ուղղված Հայաստանի իշխանություններին եւ ամեն անգամ ասում եմ մասնավորապես, որ զրո հանդուրժողականություն խոշտանգումներ կատարողների նկատմամբ։ Կամ ԵՀԿ ամեն անգամ բանտություններից հետո ԵՀԿ ժմիգի դիտորդների կարծիք եւ այնտեղ առաջարկությունները եւ նաեւ մեր խոսակցությունների ժամանակ տարբեր մոնիտորինգային խմբերի եւ այլնի ժամանակ զրույցներ եւ այլն եւ միշտ այսպիսի մի միտք է առաջանում նրանց մոտ ամեն անգամ ասում են որ այդ հարցերը լուծելու համար քաղաքական կամք է պետք։ Ես ուզում եմ անդրադառնամ այդ քաղաքական կամքին։ Արդյոք մենք այս տարի հիմա մենք որ խոսենք գոլեգաներով մարդու իրավունքների վիճակի մասին Հայաստանում, արդյոք մենք եկող տարի կարող ենք այս իրավիճակը պահպանելու դեպքում արձանագրենք, որ առաջընթաց է եղել մարդու իրավունքների ոլորտում կամ հետընթաց։ Ես միանգամից ասեմ, ես համոզված եմ մի բանում, համոզված եմ այն բանում, որ ամեն տարի ընդհանուր առմամբ տարեստարի Հայաստանում մարդու իրավունքների վիճակը հիմնավորին չի փոխվում։ Երբեմն ավելի մեղմանում է իրավիճակը, երբեմն ավելի խստանում է եւ խստացումները որպես կանոն համընկնում են համապետական ընտրությունների, մասնավորապես հատկապես նախագահական ընտրությունների հետ։ Եվ այդ ժամանակ լինում է պիկը, հետո կարծես թե մի փոքր հանդարտանում է, բայց ընդհանուր առմամբ փոփոխություն չի լինում։ Հիմի հարց. սա քաղաքական կամքի արդյունք է, թե քաղաքական համակարգի արդյունք է։ Ես իմ կարծիքն ունեմ, որում համոզված եմ իմ կարծիքով, որ սա քաղաքական համակարգի արդյունքն է։ Եթե մի քաղաքական համակարգում սահմանադրորեն ընդունված համակարգում գրված է ստող կա, որ հանրապետության նախագահը, ես անձի մասին չեմ ասում, ընդհանրապես եմ ասում, հանրապետության նախագահը բնականon աշխատանքն է իրականացնում համատեղում գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների։ Դա այդ մարդը, որին ենթարկում են ըստ էության այդ 3 կարևորագույն իշխանության մարմինները, այդ մարդը հրեշտակի կանխավարկած ունի, որն այնքան արդար է, ոչ ընտանիք ունի, ոչ եղբայր, ոչ տղա, որոնք բիզնեսով են զբաղվում կամ չեն զբաղվում, որ այդքան արդար պետք է լինի եւ ամեն ինչ նայի դատարաններն էլ եւ այլն նայեն իրեն։ Խնդիրը իմ կարծիքով հենց դրանում է, որ մենք ինչքան էլ խոսենք, մենք չունենք իշխանությունների տարանջատում։ Դատարանները գործադիր իշխանության շարունակությունն է եւ նրան ենթակա։ Չունենք տեղական ինքնակառավարում, ես ամբողջ մի համակարգ է եւ այս համակարգը մեզ ղեկավարում է։ Եվ մենք չենք կարող արդարություն փնտրել դատարանում, որովհետեւ դատարան գոյություն չունի։ Եվ վերջերս մի անգամ ես անդրադառնամ մարդու իրավունքների զեկույցին, որը վերջին շրջանում իմ կարծիքով ամենասենսացիոն զեկույցն էր, որը
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ընդհանրապես հեղինակավոր ինստիտուտ է համարվում։ Այդ հեղինակավոր կառույցի կողմից տրվեց այն, ինչ որ միջազգային կառույցների իրավապաշտպան կառույցները միշտ ասում էին։ Եվ այս պայմաններում, այսպիսի դատարան ունենալու պայմաններում խոսել, որ մարդու իրավունքները կարող են առաջընթաց ունենալ, ոչ։ Ես հիմա կանդրադառնամ նաև քաղաքական կամքին, սա ընդհանրապես։ Հիմա ես շատ ուզում անդրադառնամ նաև մնացած հարցերին հիմնական։ Կանդրադառնանք անպայման դեռ կանդրադառնանք։ Տանք մյուս բանախոսներին էլ խոսել ու կետարկել զեկույցին էլ կանդրադառնանք, բոլորին էլ, այո, բոլորին կանդրադառնանք։ Տիկին Ալեքսանյան, սովորաբար քաղաքացիները լրագրողներին են դիմում որպես վերջին հույս, այսինքն նույնիսկ արդարադատավարություն, երբ որ տեսնում են, որ չհասան դատարաններում, դիմում են լրագրողներին հույս ունենալով, որ բարձրաձայնելով ինչ որ փոփոխություն կլինի։ Այս տարվա կտրվածքով 2013-ին հատկապես որ իրավունքների խախտումներով են դիմել ձեզ եւ որ իրավունքներն են հիմնականում անհնարին պաշտպանել Հայաստանում։ Կազմակերպությունը հիմնականում զինվորների, զինծառայողների իրավունքներով է զբաղվում, բանակում այդ մահվան դեպքերով եւ ունենք քրեական գործեր մեր հսկողության տակ, որոնք ուրեմն մի գործը գտնում է դատարանում եւ նախաքննության փուլում։ Պետք է ասեմ, որ ընդհանրապես մահվան դեպքերը, ինչպես գիտեք, էլի շարունակվում են, իսկ նախաքննություն, ինչպես է կատարում քննչական ծառայությունը, դա ուղղակի սարսափելի է։ Եվ երբ գործը դատարան է մտնում, դու տեսնում ես այդ համատարած բռնությունների մասին, վկաների նկատմամբ ճնշումների մասին, եթե նախաքննության ընթացքում վկաներին պահում են ռազմական ոստիկանությունում, ուրեմն անազատության մեջ ամիսներով, իսկ հետո երբ որ դատարանում նա հայտարարում է, որ իր նկատմամբ ճնշումներ անում ենք, իհարկե համապատասխան հարցումներ ենք անում եւ հաստատվում է, որ իրոք նա պահվել է անազատության մեջ, հենց դատարանում մեղադրողը կարող է սպառնալ, ասենք հիմա մենք Ղափանում մի գործի քննության ենք հետևում, դա մեղադրողը հենց դատարանում սպառնում էր վկային, ով փորձում էր օբյեկտիվ ճիշտ ցուցմունքներ տալ։ Բացի դրանից, հետապնդումը շարունակվում է նաեւ դատարանից դուրս վկաների նկատմամբ։ Այս կարգի բողոքներ մենք շատ ենք ստանում եւ օրինակ մենք ոչինչ չկարողացանք անել, որ նյութերի նախապատրաստման փուլում իբր թե վկային ստիպողաբար չբերեին, ուրեմն բերման ենթարկեցին, ոնց որ քննիչներն էին ասում, այսինքն անում են դա այդ համատեղ ոստիկանության հետ, ասենք այս մարդը շրջանում է ապրում, զանգում են ոստիկանական բաժանմունք, ծանուցագիր, փաստաբան, որևէ բան, մենք 3 օր հետևեցինք վկաներին այս Սարգիս Սահակյանի գործով, մեր գրասենյակ էին գալի, փորձում ենք զերծ պահել, որ իրավունք չունի, բանակցություն ենք վարում քննիչ հետ, ի վերջո այս մարդը ստիպված գնացել է եւ երևի դեռ չգիտեմ ինչ ցուցմունքներ ա տվել, ցանկալի ցուցմունքներ է տվել է։ Առաջին հերթին ես այս մասին կարող եմ ասել, որ ահավոր քննություն, այսինքն քննություն իսպառ չի կատարվում, ինչ որ մի վարկած են հորինում ու մտածում ու դրա շուրջ քննություն են տանում եւ դատարանում դա բացահայտում է, բայց ոչինչ չի փոխվում, այսինքն դատարանը չի արձագանքում բոլորովին։ Եվ երկրորդը, որի մասին ես կարող եմ ասել, սա ոստիկանության ուրեմն բողոքները ոստիկանության դեմ են, նախաքննության ընթացքում նաև այլ գործերով բռնությունների մասին։ Հիմա ես նաև կուզենայի լրագրողների ուշադրությունը հրավիրել, վերաքննիչ դատարանում քննվում է քիմիկոսների գործով գործ, որտեղ ուրեմն բռնությունների, այնպիսի բռնությունների են ենթարկվել, էլեկտրաշոկ, սարսափելի բռնությունների, եւ դատարանը զրո ուշադրություն այս մարդկանց ուրեմն հայտարարություններին, սրանք տարիքով մարդիկ են, սրանք գիտնականներ են, այսինքն որոնց ահավոր խոշտանգումներ են ենթարկել, երբ որ նրանք օրինական գործունեություն էին ծավալում, հա, այսինքն, եւ որևէ ապացույց չկա, որ այդ մեղա 9 ամբաստանյալներ են, որոնք ունեն 9 պաշտպաններ, փաստաբաններ, որոնք միաբերան պնդում են, որ շինծու մեղադրանք է առաջադրված։ Այսքանն է ես հիմա առայժմ կասեմ։ Պարոն Մելիքյան, լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքները 2013-ի ընթացքում ինչպես պաշտպանվեցին եւ արդյոք եղան ինչ-որ ակնհայտ բռնություններ կամ տարվա կտրվածքով ակնառու դեպքերը նշեք։ Շնորհակալ եմ։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այս օրերին ամփոփում է 2013-ը եւ տարեկան ուրեմն այդ մեր
արձանագրված թվերը առայժմ ես չեմ հրապարակի, որովհետև դրանք կարող են ճշտվել, բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ գնացող անցնող 2013 թվականը շատ լարված է եղել եւ լրագրողների եւ լրատվամիջոցների համար։ Եղել են երկու ընտրություններ, նախագահական եւ Երևանի ավականու ընտրությունները, իսկ մենք գիտենք, որ ընտրությունների ժամանակ մոտ միշտ լարվում է քաղաքական մթնոլորտը, իսկ երբ լարվում է քաղաքական մթնոլորտը, ուժեղանում են նաև գրողները ընդդեմ լրատվամիջոցների եւ լրագրողների։ Եվ եթե մենք համատենք այս տարվա այդ խախտումների, լրագրողների իրավունքների խախտումների քանակը նախորդ տարվա հետ, ապա ասեմ, որ միայն 9 ամսվա տվյալներով բռնությունների քանակը, լրագրողների նկատմամբ բռնությունների քանակը ավելի շատ է, քան 12 թվականի ամբողջովին։ Ասեմ, որ 2013 թվականի 9 ամսում մենք արձանագրել ենք 7 բռնությունների դեպք, իսկ 12 թվականին ամբողջովին 4։ Ճնշումների դեպքերը 9 ամսվա կտրվածքով 49 են արձանագրված, իսկ ամբողջ տարվա ընթացքում 12 թվականի ընթացքում 37-ը։ Այսինքն ակնհայտորեն այս բացասական միտումը երևում է եւ կարծում եմ, որ լրագրողները եւ լրատվամիջոցները մեծ ջանքեր են ուրեմն գործադրել, որպեսզի այդ ընտրական գործընթացները կարողանան լուսաբանել։ Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ լրագրողները կարողացան առաջին հերթին առցանց լրատվամիջոցների շնորհիվ ընդհանուր պատկերը այդ ընտրությունների ցույց տալ եւ հասարակությունը հասկացավ, թե ինչպիսի ընտրություններ են իրականում մեզանում, դե դուք ավելի լավ գիտեք երևի։ Այ քաղաքական կամքի մասին երբ մենք խոսում ենք, երևի արժի անդրադառնալ դրան, որ մենք բոլորս տեսնում ենք ընտրությունների ժամանակ որպես կանոն հավաքվում է այսպես բնակալեզների մի ստվար զանգված, որը որ բաժանվում է խմբերի եւ ապահովում է իշխող կուսակցության կամ իշխող կուսակցության ներկայացուցիչի հաղթանակը եւ նրանց մեջ պայքար է գնում, թե ով ավելի շատ ձայներ կբերի ցանկացած մեթոդով, այդ թվում նաեւ լրագրողներին ճնշելու եւ նրանց գործունեությունը խոչընդոտելու ճանապարհով եւ դրանով է պայմանավորված, ես կարծում եմ, որ հենց ընտրությունների ժամանակ ավելանում են այդ դեպքերը եւ այստեղ ուղղակի քաղաքական կամք է երևի պետք դրսևորել, Ավետիք Իշխանյանի ասած, որպեսզի ուղղակի այսպես հրաման տալ, որ հանգիստ թողեք լրագրողներին կամ ուղղակի մի կողմ գնացեք այդ ընտրական տեղամասերից եւ թող ընտրողը իր գործը անի, լրագրողը իր, բայց այդպիսի հրահանգ իհարկե մենք չենք կարող սպասել իշխանություններից, ցավոք։ Ասեմ, որ այս տարի ավելացել են նաեւ դատական գործերի քանակը ընդդեմ լրատվամիջոցների։ Եթե նախորդ տարի 9 ամսվա ընթացքում 10 այդպիսի գործեր եղել, այս տարի մենք 20 գործ ենք արձանագրել եւ հիմա վերլուծում ենք, մենք նաեւ մոնիտորինգ ենք կատարում այդ դատական գործերի։ Եթե հարցեր կլինեն այս առումով, ես կպատասխանեմ։ Ուղղակի չեմ ուզում չարաշահել։ Շնորհակալություն։ Պարոն Սաքունց, ինչպես է գնահատում անցնող 2013 մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Ընդհանրապես Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին արդեն առավելևս անիմաստ է խոսել։ Սերժ Սարգսյանը եւ իր հպատակները պետք է խոսել ոչ թե քաղաքական կամքի բացակայության, այլ քաղաքական անպատասխանատվության եւ ցինիզմի մասին։ Նման արհամարանք Հայաստանի Հանրապետությունում իրենց քաղաքացիների նկատմամբ, ինչպիսին դրսևորում է այս վարչակազմը, չենք ունեցել։ Նախկին վարչակազմերը, նույնիսկ Ռոբերտ Քոչյանը գոնե արտահայտվում էր։ Կա արդյոք տղամարդ, չկա տղամարդ։ Այս մարդը ընդհանրապես ոչ մի բան չի խոսում։ Թքած ունի։ Լիսկայի որդու եւ թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը եւ կալանքից ազատումը դա այն ցուցանիշն է, թե ինչպիսին է իշխանությունը վերաբերվում իր քաղաքացիներին։ Հարսնակարի դատավարությունը եւ դրան զուգահեռ, երբ որ կատարում է նման հանցագործություն, երբ որ
մարդուն սպանում են գնդապետին, Պաշտպանության նախարարության գնդապետին եւ նրա եղբոր նկատմամբ մահափորձ, որի արդյունքում մեկը մահանում է, մեկը ծանր վիրավորվում, եւ դրանից հետո մեղադրանքը առաջադրում է գնդապետի նկատմամբ եւ այդքանից հետո նույնիսկ պաշտպանության նախարարության այսպես կոչված հայրենասեր գեներալները ծպտուն չեն հանում, դա նշանակում է Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ այն կառույցը, որի վրա հիմնվում են, թե իբր հանդիսանում է պետության անվտանգության երաշխիքը, արդեն ոչնչացվում է, արժեզրկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև։ Նույնիսկ Վովա Գասպարյանի հրեշտակները չփրկեցին ոչ Վովա Գասպարյանին, ոչ իշխանությանը։ Հրեշտակները մնացին օդում, հրեշտակները մնացին չօգտագործված։ Մենք 13 թվականը դեռևս նոր արդեն միակ քաղբանտարկյալը հանձին Տիգրան Առաքելյանի արդեն ազատության մեջ հայտնվելուց կարճ ժամանակ անց ունեցանք 14 նոր քաղբանտարկյալներ հանդինս Շանթ Հարությունյան եւ իր ընկերների, որոնք որպես վերջին միջոցի դիմեցին քաղաքացիական անհնազանդության քայլի։ Սա էր իրավիճակը, երբ որ վերջին միջոցը մնում է կամ քաղաքացիական անհնազանդությունը, կամ խայտառակ փախուստ իրականությունից հանձինս արտագաղթի։ Հայաստանի Հանրապետությունը զավթված է բոլոր բնակավարներում եւ մարդու իրավունքների մասին խոսելը դա նշանակում է մենք խոսում ենք ինչ-որ իրացիոնալ հասկացողությունների մասին։ Եվ ցավոք սրտի ես պետք է ավելացնեմ, որ ոչ միայն հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի հետ միասին, այլ նաեւ բոլոր բացառությամբ մի քանի փոքր քաղաքական ուժերի, որոնք ազգային ժողովում են հանձին ժառանգության եւ մի քանի պատգամավորների, բոլորը համատեղ պատասխանատվություն են կրում ստեղծված իրավիճակի համար։ Մենք խնդիրը ոչ միայն նա է, որ մարդու իրավունքների իրացումը հնարավոր չէ, այլ մարդկանց մոտ հույսը, որ ինչ-որ իրավիճակը կփոխվի, դա էլ են խլել։ Սա նույնիսկ մեծ հարվածն է։ Մարդկանց մղում են դեպի հուսալքության եւ մեզ մղում են դեպի իրավական դաշտից մղում են դեպի վրեժխնդրության դաշտը, երբ որ իրավունքի եւ արժանապատվության պաշտպանության իրավական մեխանիզմները չեն աշխատում, մարդկանց որպես վերջին միջոցի մնում է ընդվզումը, եւ սրա ամբողջ պատասխանատվությունը կրում է ամբողջ քաղաքական համակարգը, հանձինս եւ հանրապետական կուսակցության եւ ազգային ժողովում ներկայացված մյուս քաղաքական ուժերի, նույնիսկ եմ կրկնում բացառությամբ երևի թե ժառանգության խմբակցության, որը այդտեղ մնացել է երևի 1-2 պատգամավոր եւ ազատ դեմոկրատներից մեկ ներկայացուցիչ, բայց նրանք էլ չեն կարող կամ չունեն այդ ռեսուրսները։ Ինչ կարող ենք մենք անել, որտեղ հիմնական խնդիրն այս է։ Եկեք ինչ կարող ենք անել, հետո կանդրադառնանք առանձին, թե ինչ պետք է անենք եւ ինչ կարող ենք անել։ Շատ լավ։ Շնորհակալություն, պարոն Սաքունց։ Պարոն Թադևոսյան, կխնդրեի դուք էլ գնահատեիք անցնող տարին մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից եւ հակիրճ ներկայացնեիք, ինչ է արել ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը բարեփոխելու իրադրությունը։ Գնահատական տալու հարցում ինձ թվում է իմ գործընկերները ավելի ազատ են, ավելի գործունեություն են ծավալում եւ կարող են ավելի օբյեկտիվ գտնվել եւ ասել, քան ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, որտեղ գիտեք, այսպես հնչող է ազգային ժողով, դեպուտատ, բայց երբ որ տեսնում ենք առաջվում են մարդիկ տարիներ շարունակ, հետո տեսնում ենք, որ ինչ որտեղ մի հատ հիասթափություն են ապրում, որտեղ մարդու իրավունքները երբ որ խախանվում են, մարդը սկզբից դիմում են ազգային ժողովի նախագահին։ Նախագահան դիմումները մեզ չի ուղարկել, մինչև հիմա մենք դիմում չենք ունեցել։ Հետո փոխխոստակներին եւ մեր մոտ միջինը գրեթե պահպանվում է։ Ամբողջ տարվա ընթացքում մենք ընդունել ենք տամենը 210 դիմումներ, որոնցից 13-ը կրկնվող են եղել։ Իսկ ընդունելության եկել են ընդամենը 27 անձնավորություններ։ Պատկերացրեք ամբողջ տարվա մեջ 27 անձնավորություններ են, որ եկել են ընդունելության, ընդ որում շատ կանոնավոր ձևով այդ
յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթը ընդունելություն է եւ մեկ դեպուտատ անպայման փորձագետի հետ ընդունելությունը կազմակերպում է։ Սակայն ինչու՞մն է հարցի էությունը։ Անունը կա, ամանումը ոչինչ չկա։ Դիմումները տալիս են, գործունեությունը ծավալվում է, բայց մենք ոչ մի բան անելու իրավունք չունենք։ Ոչ քերակատարողական հիմնարկություն, եթե դեպուտատը ինքը ցանկանա կարող է փոխանցել, բայց հանձնաժողովը բոլորովին այլ է։ Ինչպես նաև մյուս ստուգումները նախաքննական, հետաքննական, դատական մարմիններում եւ այլն։ Եվ ահա այդ 178 դիմումներ 210-ից ուղարկվել է դատախազական մարմիններ, 29 ոստիկանություն, 38 քաղաքապետարան եւ մյուսները ըստ ենթագայության։ Այսինքն մարդիկ ավելի շատ բողոքել են եւ կրկնվել է վերջում ըստ էության հույսը կորցրած դիմել են։ Եվ մեր դիմումների մեջ շատ-շատերը կան, որ կրում են ազգային ժողովի նախագահին, հանրապետության նախագահին, վարչապետին մի քանի հացեներով, այսինքն ընդհանուր բողոք է եւ ոչ թե հույս է կապում, որովհետեւ տեսնելով տարիների փորձը, որ մենք ստուգումների իրավունքը չունենք եւ այլն, ծայրագույն դեպքում երբ որ շատ ակնհայտ է խախտում է, այդ դեպքում խնդրում ենք որպեսզի մեզ էլ պատասխանեն եւ այստեղ կարծես թե այսպես ներողություն եմ խնդրում արտահայտությանից համար ստուգում է ստնում, կոնտրոլ է ստնում եւ մարդիկ ավելի եւ այսպես մի երկու ակնհայտ բաների հասել ենք մենք մարդու իրավունքների խախտման հարցում։ Ինչ վերաբերում է նախագահի մեր հանձնաժողովի նախագահի գործունեությանը, որտեղ մենք ընդամենը 8 ոլորտներ ունենք, որոնցից 5-ը ընդհանրապես չեն դիմում։ Ընդհանրապես կուսակցությունները, կրոնը, մի քանի ոլորտներ ընդհանրապես մեր տեղն էլ չեն իմանում անձնավորությունները, մենք չենք էլ զբաղվում այդ հարցով, քանի չեն դիմել։ Ապա նախագահան բարձրացրել է կառավարության հարց ու պատասխանի ժամանակ 33 հարցեր, որոնցից շատ մասը անհատական դիմումներ է եղել եւ այլն, որոնք լուծում են ստացել։ Դրանից զատ նա 7 անգամ եղել է ուղիղ աշխատանքային կազմակերպություններում, այնտեղ քաղաքացիների դատապարտյալների եւ նախնական կալանքի տակ գտնվող անձնավորությունների դիմումների հիման վրա, բայց սրանք լուծումները այնքան չէ, որովհետեւ մենք քանի դեռ դատաքննություն է գնում, քանի դեռ նախաքննություն է գնում, միջամուխ դինելու իրավունքը չունենք։ Ծայրագույն դեպքում հասցեագրում է սա է հիմնականում։ Շնորհակալություն։ Լրագրողներին հարցեր տալու հնարավորություն, եթե կա, խնդրեմ միկրոֆոնը վերցրեք։ Սոնա միկրոֆոնը փոխանցիր։ Առավոտ օրաթեր, հարցս ուղղված է Արթուր Սաքունցին եւ Ավետիք Իշխանյանին։ Այս տարի Սերժ Սարգսյանը իրավական համակարգի կայացման տարի էր հայտարարել, բայց տարեվերջին մարդու իրավունքների պաշտպանը կոնկրետ կաշառքի մասին թվեր է հրապարակում, խնդիրներ բարձրացնում։ Ինչ եք կարծում, հնարավոր է մարդու իրավունքների պաշտպանի հեռացման հարց դրվի, թե ոչ, ինչպես Իշխան Զաքարյանի պարագայում եղավ, նույն սցենարը կանխատեսում եք, թե ոչ։ Ես միանգամից այսպիսի գնահատական տամ։ Դատա իրավական համակարգ Հայաստանում, հատկապես դատարանները, առաջին հերթին դատարանը, իհարկե նաև ոստիկանությունը, դատախազությունը եւ այլն, դրանք Հայաստան իշխանության պահման հիմնական եւ այս տեսակետից այդ ամեն ինչ որ գրվել է մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, որ ես համարում եմ շատ համարձակ զեկույց, ես դրա մասին մի փոքր խոսեցի։ Դա արդյոք նորություններ որևէ մեկի համար, արդյոք չգիտեն այդ ամեն ինչը ինչու չեն պատժվում, որովհետեւ որևէ մեկ կամ ոստիկանությունում ինչի որևէ մի ոստիկան չի պատժվում, ես կոնկրետ անուն եմ տալիս Արման Դավթյանին խոշտանգելու համար, որովհետեւ դա պատժվեց, հենարանը կարող է փլուզվել։ Այդ Արման Դավթյանի մասին ես կասեմ։ Դա սկսում է փլուզվել հենարանը։ Այսինքն այս տեսակետից սա ես համարում եմ դատա իրավական համակարգը հիմնական հենարանը եւ մնացած բոլոր խոսքեր իրավական պետության դատա իրավական բարեփոխումների եւ այլն, դրանք ուղղակի գեղեցիկ խոսքեր են կամ եթե ինչ-որ փոփոխություններ անում, կոսմետիկ փոփոխություններ են եւ որևէ բան չի լինում։ Ինչ վերաբերում է արդյոք սրանից հետո մարդու իրավունքների պաշտպանի հրաժարական կլինի թե ոչ, այսինքն նրանք նախ ասեմ, որ օրենքով մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով նրան որևէ ձեւով աշխատանքից հեռացնել չեն կարող, դա օրենքով, բայց Հայաստանում կարող են գործել տարբեր մեխանիզմներ, որոնք կարող են այդ մեխանիզմ, ահաբեկման մեխանիզմ, այսպես ասած կոմպրոմատների մեխանիզմ եւ այլն։ Համենայնպես այսպես ասեմ, եթե այդպիսի դեպքեր լինեն, մենք կիմանանք եւ հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ նույնիսկ մի կառույց, որը պետական կառույց է, բայց անկախ կառույց է, դա էլ գոյություն չունի Հայաստանում, այսինքն ոչնչացրեցին այդ կառույցը։ Այդպես կարող ենք գնահատել։
Ուրեմն ընդհանրապես Սերժ Սարգսյան եւ իրավական համակարգ հասկացողությունները համատեղելը անիմաստ է։ Դրանք այնքան են համատեղել, ինչքան կրակն ու ջուրը, կամ այնքան են համատեղելի, ինչքան, չգիտեմ, մահը եւ կյանքը։ Անհեթեթություններին մենք ուշադրություն դարձնելու ոչ ժամանակը ունենք եւ ոչ էլ ցանկությունը։ Ես անկախ այն հանգամանքներից, թե ինչով է պայմանավորված եղել մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը, ամբողջովին ողջունում եմ այդ զեկույցը, ինչի համար, որովհետև ինչպես արդեն նշեց Ավետիքը, ոչ մեկին համար գաղտնի չէր, թե ինչա տերում դատական իշխանությունում, բայց դատական իշխանության բացակայության վերաբերյալ եւ նրանում տեղի ունեցող երևույթների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը եւ իրավիճակը հանձինս մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի ստացավ իրավական ուժ։ Դա է կարևորը, ինչպես հիշում եք նախ երկրորդ պաշտպանի կողմից մարտի 1-ի վերաբերյալ զեկույցը հանձինս այդ զեկույցի մարտի 1-ի վերաբերյալ բոլոր մեր մտահոգությունները ստացան իրավական ուժ եւ դրանք մինչ այժմ գտնվում են օրակարգում։ Եվ այդ նման զեկույցների օրակարգում գտնվելը եւ դրանց չսպառվելը դա հենց ցուցանիշն է, թե արդյոք իշխանությունը կամ վարչակազմը կատարում է քայլեր իրավիճակը փոխելու ոչ չի կատարում նման քայլեր։ Հիմա Իշխան Զաքարյան, Կարեն Անդրեսյան։ Իշխան Զաքարյանն ինչ եղավ, որ մի քիչ աղմկեց, մի քիչ փաստեր ներկայացրեց եւ հետո հարմար գտան, որ ինքը պետք է շարունակի, այսինքն դոսիեները հավաքեց, ներկայացրեց Սերժ Սարգսյանին, հիմա նախկինում դա դոսիեները գաղտնի ձևով էին ներկայացնում, հիմա բացաշխարա։ Օրը ցերեկով դոսիեն ներկայացնում են, հա, մի մետր հաղորդալարը 18000 դրամով առնելու մասին պաշտոնապես գրանցում են եւ դրանից հետո շարունակում է ամեն ինչ ռուսերեն ասած Իվանուշկա слушай, դա ես, հա։ Այնպես որ բերեք չհամեմատենք Իշխան Զաքարյան եւ Կարեն Անդրեսյանի այս այդ խնդիրների առումով։ Կարեն Անդրեսյանը իհարկե բավական իրեն դրեց լուրջ խնդրի առջև, թե ինչպես է լինելու նրա ճակատագիրը առաջի հերթին երևի թե դա կիմանա ինքը, բայց մենք եթե ինքը իր դիրքորոշումը շարունակի որպես մարդու իրավունքների պաշտպանել, ես անձամբ կպաշտպանեմ Կարեն Անդրեսյանին որպես մարդու իրավունքների պաշտպանի։ Հենց թեկուզ միայն այդ զեկույցի համար։ Եվ ցանկացած ոտնձգություն մարդու իրավունքի պաշտպանի ինստիտուտի նկատմամբ կապված այդ զեկույցի հետ, դա կհամարեն ոտնձգություն նաև իմ նկատմամբ։ Նորից եմ կրկնում, կախված է Կարեն Անդրեսյանի պահվածքից։ Կհեռացնեն, չեն կարող հեռացնել, որովհետև ինքը իր մարդու իրավունքների պաշտպանը դա անձեռնմխել ինստիտուտ է եւ ուղղակի ժամկետը կլրանա 6 տարի ժամկետը լրանալու հետ կարող է չառաջադրեն, եթե իհարկե մինչ այդ Սերժ Սարգսյանը դեռ շարունակի պաշտոնավարելը։ Այնպես մի մտածեք, որ այդքան այս նման դժգույն գաղջ մթնոլորտը, որի ստեղծման անմիջական պատասխանատուն ինքն է հանդիսանում, այդ գորշ մթնոլորտը կարող ենք այդպես շարունակի պահպանել, որովհետև դա անհարիր է քաղաքակրթության հետ եւ անհարիր է մարդու արժանապատվության հետ եւ մենք կարող ենք որոշ ժամանակ համբերել, որոշ ժամանակ հաշտվել մարդիկ եւ այլն, բայց երկար ժամանակ նման իրավիճակում ապրելը, գոյատևելը անհնարին է։ Այնպես որ եկեք ավելի շատ այս իրավիճակի հետ կապված մի քիչ օպտիմիստորեն մոտենանք, որ մենք չենք հաշտվել գաղշ մթնոլորտի հետ։ Եվ վերջին կդրեք մի շտրիխ հետ։ Սերժ Սարգսյանը ընդհանրապես իրավական համակարգի վերաբերյալ ունի մեկ մոտեցում. խփել 60, 70, 80, 90 կամ թարսխիրարի, հա, խիրարասավ, թե ձևեր է ասում, հա, կամ եկել ես, որ ինչ անես, սա է իր իրավական մշակույթի եւ իրավական փիլիսոփայության ամբողջ արժե համակարգը։ Այնպես որ եկեք բաները արտահայտությունները, որոնք կարող է նա կամ նրա աջակիցները թույլ տան,
համարեն, որ իրենք չեն էլ հասկանում, թե ինչի մասին են խոսում։ Շնորհակալություն, պարոն Սաքունց, հաջորդ հարցը։ Հարցս տալիս եմ Ժաննա Ալեքսանյանին, նշեցիք, որ զինվորական գործերով եք զբաղվում եւ բավականին վաղուց եք զբաղվում, ես տեղյակ եմ։ Շարքային զինվորների մասին է հիմնական խոսքը գնում։ Պատասխանատվության են ենթարկվում մեծամասամբ շարքային զինվորները։ Այ դուք տիրապետում եք տեղեկատվության, թե որքան է կազմում միջին եւ բարձր սպայական կազմ, ովքեր պատասխանատվություն են կրում։ Մի գործով մենք տեսնում ենք, որ առհասարական պատժելիություն է, այ մարդիկ նստած են, բարձրաձայնում են տարիներով, հա, որ իրենց տղաները ոչ թե ինքնասպան են եղել, այլ սպանություն է տեղի ունեցել, չկա կասկածյալ, չկա մեղադրյալ։ Մեկ այլ գործով մենք տեսնում ենք, որ ընդամենը մեկ շարքային զինվոր այն էլ պատժի առավելագույն չափի են դատապարտում ու վերջ։ Գիտեք, ես հիմա վիճակագրական տվյալներ չեմ կարող ձեզ հայտնել, թե ինչքան են, երևի Պաշտպանության նախարարությունը ձեզ կտրամադրի։ Պաշտպանության համակարգը միշտ հայտարարում է, որ շատ սպաների են իրենք դատում, բայց զուտ քրեական գործերով մենք չենք տեսնում, մենք դատարաններում չենք տեսնում սպաների, որոնք դատապարտվում են։ Հազվադեպ դա հիմնականում շարքային զինծառայողներ են։ Գիտեք, հիմա օրինակ բերեմ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, հենց հիմա մենք հետևում ենք մի դատաքննության Սարգիս Սահակյան, շարքային զինծառայող Սարգիս Սահակյանի գործին, եւ այս դատաքննության, նա ասեմ, որ 2012 թվականի նոյեմբերի 5-ին որակվել է ինքնասպանություն։ Հիմա մենք որ լսում ենք այդ սպան, որը որ ծառայել է այդ հենակետում, ուրեմն ինքը բացարձակապես այնտեղ ոչինչ չի արել եւ զինվորները ովքեր ցուցմունքներ են տալիս այդ հենակետում ծառայող սպան ընդհանրապես գոյություն չունի, այսպես ասած, որպես սպա, որը իր գործառույթները պետք է իրականացնի, այսինքն հսկողությունը հենակետում եղել է 0։ Հիմա հարցը ինչն էր, այդ սպային համաներում կիրառեցին դատաքննության հենց սկզբում եւ ազատեցին։ Սա նրա երկրորդ դատվածությունն էր։ Մինչ այդ նա աշխատել էր մեկ ուրիշ զորամասում եւ հենակետում, այնտեղ էլի այսպիսի մի գործի մեջ է հայտնվել, տեղափոխել են իրան, ազատել են, այսինքն ինքը բացարձակապես ոչ մի օր ուրեմն չի ազատազրկվել եւ տեղափոխել են այս զորամաս։ Այստեղ տեղի ունեցել է մահվան դեպքը, նրան համաներվով ազատել ու նորից տեղափոխել են ուրիշ զորամաս։ Այսինքն դատապարտվողները, բռնությունների ենթարկվողները, դրանք շարքային զինծառայողներն են հիմնականում եւ բոլորը սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներից, որոնք օրինակ չունեն ոչ իրավական աջակցության հնարավորություն եւ այսպես հատուկ են դեպքերով մենք կարողանում ենք օգնել մարդկանց, որպեսզի կարողանան ինչ-որ չափով պաշտպանել իրենց իրավունքները։ Եվ մի բան էլ ավելացնեմ, երբ մահվան դեպք է տեղի ունենում, մեկ էլ տեսնում ենք, որ նախարարը ուղղակի շատ հանկարծ սկսում է զայրանալ, բոլոր հեռուստականալները ցույց են տալիս, ինքը աշխատանքից ազատում է ուրեմն հրամանատարներին, գումարտակիտ եւ այլն։ Պարզա մենք իմանում ենք հետո, որ ինքը տեղափոխեց այլ զորամասեր, բայց գիտեք, ծառայողական քննություններ երբ նշանակվում են, ինչպես նախարարը հայտարարեց Սեյրան Օհանյան ազգային ժողովում, որ ինքն է պատասխանը, ինքն է եզրակացությունները կարդում եւ ինքն է տեղեկանում այդ ծառայողական քննությունների մասին։ Եվ պատկերացրեք, մենք հարց ուղղեցինք իրան, այսինքն ինչու չեք ուզում հրապարակային դարձնել այդ ծառայողական քննությունները, ուղղակի աղմկահարույց գործերով գոնե հանրությունը տեղեկանա։ Դուք ազատում եք, այսինքն գումարտակի հրամանատարին ազատում է միանգամից պաշտոնից այդ, այսպես ասեմ, հեռուստատեսային շոուների ժամանակ, իբր զայրացավ, ազատեց, բայց չէ որ ես հարց տվեցի, նա հնարավոր է մասնակիցն է այդ կատարված հանցագործության, բայց մի այսպիսի դիրքորոշում կա ներքին ՊՆ-ում, որտեղ հրամանատարները անձեռնմխելի են, եւ իրենք երբեք որևէ մեկին այսքանը կարող եմ ասեմ Աղոտնի, առիթից օգտվել ուզում ասել, որ ես մեր կազմակերպությունը մի քանի գործերով է զբաղվել այս տարիների ընթացքում եւ մենք պարբերաբար այդ կոնկրետ այդ գործերով ասուլիսներ ենք կազմակերպել, քննարկումներ ենք կազմակերպել եւ այս տարի նույնպես պետք է կազմակերպեինք, գուցե իմ զբաղվածության պատճառով էր բավական ձգձգվել էր, ես առիթից այսօր օգտվելով այդ ծնողներին հրավիրել եմ այստեղ
ես երկու խոսք ասեմ եւ հետո այս ասուլիսի ավարտին լրագրողներին խնդրեի ավելի մանրամասը նրանց հետ զրուցել, թե ինչ վիճակում է գործերը։ Ես շատ արագ ասեմ, ուրեմն Արայիկ Աբետիսյանի գործով մենք զբաղվում ենք 2002 թվականից, մանրամասների չասեմ, սա հայտարարակ բան է, այսինքն ամեն ինչ պարզ լինելով հանդես, մինչև հիմա մեղավորը չկա, երբ որ առաջի օրվանից մեղավորը հայտնի էր։ Հաջորդը բոլորի ծնողները այստեղ ներկան Տիգրան Նոհանջյանյանի գործով, էլեկտրահարում տխրահրճակ, որ էլի անդադ ձգձգվում է եւ որևէ ձևով պատասխան չկա։ Հաջորդը այստեղ են, ես խնդրում եմ հետո նրանցից ամիլի մանրամասներ իմանալ Արթուր Ղազարյանի գործով եւ Վալերիկ Մուրադյանի գործով։ Ես ինչ եմ ուզում ասել, այս գործերի մեծ մասը կատարվել է մինչեւ 2011 թվականը եւ այդ զինվորական դատախազ, որ հիմա գլխավոր դատախազ է Կոստանյանի այդ ասածը, որ մինչեւ 11 թիվն են իրենք 11 թվից հետո են նայելու այդ գործերը, ուղղակի մարդու գլխում չի տեղավորվում։ Թե ինչու մինչև այդ, իսկ մինչև այդ եղած գործերը չեն նայելու եւ երկրորդը, գիտեք, սովորական հանրային կյանքում, երբ որ ինչ-որ հանցագործություն չի հայտնաբերվում, բանում, սովորական քաղաքացիական կյանքում, ինչ որտեղ հասկանալի է, նույնիսկ ամենապրոֆեսիոնալ ոստիկանություն ունեցող երկրներում կարող է որոշ հանցագործություններ չհայտնաբերվեն, բայց բանակում, որը փակ կառույց է, այնտեղի հանցագործությունները, որ չեն հայտնաբերվում, սա իմ կարծիքով ոչ թե չեն հայտնաբերվում, որ չեն կարողանում, այլ չեն ուզում։ Ես այս գնահատական տալիս մնացած ուղղակի խնդրում եմ ձեզ տիկնացիդ Սևազգես տիկնացիդ խնդրում եմ կզրուցեք։ Ես հավաքությունների պաշտպանության նախարարության հետ կապված նախ առաջի հերթին ասեմ, որ շարունակվում են առողջական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչը։ Բազմիցս առիթ ունեցել եմ ասելու եւ հիմա պնդում եմ, դա հանդիսանում է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք եւ դա հանդիսանում է այն հիմնական պատճառներից մեկը, որոնք հանգեցնում են մահվան դեպքերի։ Սա մեկ։ Երկրորդը, այս տարի ես 4 գործերով եմ անմիջականորեն մասնակցել դատավարությունների՝ Մարատ Դիմաքսյան, Տիգրան Վարյան, Հայկ Կալեյան, նոր վերջերս 2 օր առաջ Արաքելյանի դատարանը որոշում կայացրեց եւ Հայկ Մովսիսյանը։ Առիթ ունեցել եմ դրանց մասին ասեմ։ Քննության նախ ծառայական քննության նյութերը։ Քրեական գործերով ծառայական քննության նյութերը որոշ դեպքերում ներկայացում։ Ես ուղղակի ցիտեմ Պաշտպանության նախարարի ծառայական քննության նյութերից մի հատված։ Հրամանատարները պատշաճ պատրաստվածություն չունեն թուլամիտ ֆիզիկապես թույլ զինծառայողների հետ աշխատելու։ Պաշտպանության նախարարը օրը ցերեկով իր ծառայական քննության մեջ ամրագրում է, որ նման խնդիրներ ունեցող զինծառայողները ծառայության մեջ են գտնվում։ Ավելին նա գտնում է, որ պետք է սպաները համապատրաստական պատրաստություն անցնեն, որպեսզի այդ երեխաների ծառայությունը ապահովեն։ Սպաների առումով ուրեմն բացարձակապես ոչ մի սպա չի ենթարկվում եւ նրա անգործությունը ավելին շատ դեպքերում կանխամտածված սպանությունը սպանության իրավական գնահատական չի տրվում։ Ավելին հանցագործության մեջ ուղղակիորեն առնչվող սպան վերանշանակվում է բառացիորեն 3-4 ամիս հետո նույն պաշտոնի մեկ այլ տեղ։ Երբ որ ուղղակի ծառայական քննության մեջ է գրված, որ Մարտկոցի հրամանատարը Արսեն Հակոբյանը, ասենք, պատշաճ ծառայություն չի կարողացել կազմակերպել եւ այլն, որը հանգեցել է, ասենք, ենթադրենք Տիգրան Վարյանի ինքնասպանությանը։ Դատաքննության ընթացքում որտեղ եք ծառայում։ Մարտկոցի հրամանատար։ Կամ 3 անգամ դատապարտված Կամո Սարգսյանը 4-րդ վերստին նշանակում է, ասենք, թե Վաշտի հրամանատար։ Հասկանում եք, այսինքն մենք ունենք բավական լուրջ խնդիրներ եւ այս տեսակետից իրապես պաշտպանության նախարարությունը փակ կառույց է եւ փակում է բոլոր հանցագործությունները, որովհետեւ իրանց համար պաշտպանության բնագավառը հանդիսանում է եկամուտի աղբյուր։ Եկամուտի աղբյուր, կոռուպցիան, բյուջեն, պաշտպանական բյուջեն հանդիսանում է որպես սնվելու աղբյուր։ Սա է հիմնական։ Եվ դրա հետ կապված մահվան դեպքեր, կյանքեր եւ այլն, դրանք իրական նշանակություն չունեն։ Եվ ձևական ցավակցությունները բավարար չեն։ Ավելին, ես պետք է ասեմ հետեւյալը,
այս տարի արտառույց էր նրանով 2008 թվականի մարտի 1-ից հետո, եւ այդ հարցը մենք բարձրացնենք արդեն վարչական դատարան ենք դիմել։ Երբ որ Լյուկ Ստեփանյանի մահվան հետ կապված ծնողների կողմից բողոքի ակցիան ընդհատվեց ոչ թե սովորական ոստիկանության, այլ ռազմական ոստիկանության ստորաբաժանումներով, ուշադրություն դարձեք, առանց արտակարգ դրություն հայտարարելու պարագայում Պաշտպանության նախարարության ստորաբաժանումները օգտագործում են խաղաղ քաղաքացիների դեմ ցույցը խոչընդոտելու եւ դադարեցնելու համար։ Եվ որ մենք եւ գործունեություն գործադրել, երբ որ հարց ենք տալիս Պաշտպանության նախարարին, թե ինչպես հայտնվեցին ռազմական ոստիկանության ստորաբաժանումները Սևան, Երևան, Մայրուղում, գիտեք ինչա պատասխանը։ Չգիտենք։ Չգիտենք թե ով է հրաման տվել։ Այո։ Չգիտենք թե ով է հրաման տվել, որ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները իրենց տեղակայման վայրից հայտնվում են ոչ իրենց գործառույթների իրականացման համար, սովորական քաղաքացիների, դեմ բռնություն գործադրելու համար։ Սա 2008 թվականի մարտի 1-ից հետո ինչի համար, որովհետև 2008 թվականի մարտի 1-ի հանցագործությունը մինչև հիմա մնում է չբացահայտված եւ այդ անպատասխանատվությունը եւ անպատժելիությունը հանդիսանում է իրենց գոյատևման եւ իրենց իշխանությունը ուրեմն պահելու հիմնական եւ միակ միջոցը։ Շնորհակալություն պարոն Սաքունց։ Պարոն Թադևոսյան, վերջերս ձեր հանձնաժողովում քննարկում էր հենց զինված ուժերում իրավունքների վերաբերյալ եւ ներկա էր նախարարը։ Հնչեցին հասարակական կազմակերպությունների ղեկավարների փաստարկները, դիտարկումները նաեւ կոնկրետ օրինակներով։ Այդ քննարկման ժամանակ արդյոք նախարարին հարցադրումներ արվել են եւ ինչ է պատասխանել նա։ Հարցադրումներ արվել են։ Դա պատասխանները տարբեր հարցերին տարբեր պատասխաններ է տվել։ Իհարկե օրինականացնելով իրենց այդ գործողությունները, բայց այնուամենայնիվ մենք շատ դժգոհ ենք մնացել։ Դժգոհ ենք մնացել պատասխանից։ Եվ այդ դեպքում հանձնաժողովը ինչ գործառույթ ունի։ Հանձնաժողովը իր որոշումը կայացրել է եւ ներկայացնում է։ Ինչպիսին է որոշումը, եթե կարելի է։ Որոշումը հետեւյալն է, որ պատշաճ հսկողություն չի իրականացվում։ Այո, զինված ուժերում։ Դա բոլորը գիտեն եւ շատ ճիշտ է, մի մասը, այսպես ասած, փակ անունն եմ տալիս, մի մասն էլ բաց է, բոլորս գիտենք, տեղյակ ենք, հարազատները բաներ անում։ Շնորհակալություն, հարցեր։ Ես մի քանի հարց կարող եմ տալ մի անգամ։ Սկզբում 2, հետո։ Լավ, Ժան Ալեքսանյանին եւ Արթուր Սաքունցին։ Առաջինը Տիկին Ալեքսանյան, եթե արդեն ամփոփվել են այս տարվա բանակում խաղաղ պայմաններում զոհվածների վիճակագրությունը եւ եթե կա ամփոփիչ ինչ որ տեղեկան կարող եք ասել ինչ վիճակ է, ավելացել են, չեն ավելացել։ Ամփոփվել են նկատի ունեք պաշտոնական տվյալները, թե։ Եվ պաշտոնական եւ ձեր տվյալները, որտեղ սովորաբար պաշտոնական տվյալները մի քիչ այդքան էլ չեն համապատասխանում ձեր տվյալներին։ Պաշտոնական տվյալները կարծում եմ դեռ չեն հրապարակվել, բայց մեր ունեցած տվյալներով շուրջ 31 զինծառայող է, այսինքն մահվան դեպք կա 31, ուղղակի չեմ կարող ասել, որը ինչքան, դժբախտ պատահար կամ ինքնասպանություն չգիտեմ, այդ հիմա չունեի մոտս պատրաստ չեմ այդ հարցին, գուցե Սաքունցը կարողանա այդ հարցին պատասխանել։ Ես պետք է ասեմ, որ 31 դեպքից գիտեմ, որ 8-ը ինքնասպանություն է որակված։ Ես ուզում եի անպայման խոսել նաև այդ ինքնասպանությունների որակման մասին։ Տարիներ շարունակ որակվում են ինքնասպանություններ եւ մենք չենք հանդիպում գրեթե որ իրոք դա ինքնասպանություն է եղել, պարզապես չեն բացահայտվում այդ գործերը, Ուղղակի ուզում եմ ընդգծել, որ ինքնասպանության որակման դեպքում ցույց է տալիս, որ զորամասերում բռնի մթնոլորտը շարունակվում է, եթե անգամ ենթադրենք, որ դա ինքնասպանություն է, եւ իրավիճակը բանակում բացարձակապես փոփոխության չի ենթարկվում։ Չեմ էլ կարծում, որ Սեյրան Օհանյանը առհասարակ մտածում է բարեփոխման մասին, Ընդհանրապես որևէ բան չի փոխվել։ Սա է, իսկ վիճակագրականները 31 է, ինչքան ես գիտեմ։ Նախորդ տարվա համեմատ ինչ։ Նախորդ տարվա համեմատ թիվը մահացության նվազել է, բայց հիմա տեսեք, նաև բավական մոտ 5 դեպք է, որ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով է։ Կարևոր նշվեց այս ինքնասպանության թվերի աճի հետ կապված, որը բավական մեծ է։ 31-ի համար դա շատ մեծ է։ Շատ մեծ է, բայց ես կարող եմ ձեզ հավաստիացնել, ելնելով
մեր ուրեմն անմիջականորեն քրեական գործերին ծանոթ լինելով եւ ներկայացնելով 10, այսինքն 10 յուրաքանչյուր ինքնասպանության դեպքից 9 դա սպանություններ են։ Ես դա հստակ իմ մասնակցած գործերով քննությունը չի հիմնավորում, որ դա ինքնասպանություն է։ Ես առիթ կունենամ իհարկե առանձին դեպքերի վերաբերյալ այսօրվա չէ, առանձին անդրադառնամ նոր տարուց հետո, ամփոփումից հետո, երբ որ կոնկրետ փաստերով ցույց կտամ, որ նախաքննության մարմինը նույնիսկ այսպես կոչված ինքնասպանության դիմաց, զինծառայողի ինքնասպանությունը չի հիմնավորում։ Ընդհանրապես դրան չի անդրադառնում։ Կարծես ինքը չկա այդ մարդը։ Նախաքննությունը ընդհանրապես չի խոսում, թե արդյոք էս ոնց եղավ որ ինքնասպանեց կամ ինքնասպանվեց կամ ինչ ավելին կրակոցի հետքերը ակնհայտորեն հիմնավոր ցույց են տալիս որ սպանություն է տեղի ունեցել 3 գնդակով ինքնասպանություն չի լինում գնդացրից հասկանում եք չի լինում այդպիսի բան եւ ինքը քանի որ հելաման ունի կոծկելու հանցագործություն կատարած անձին իրենց դնում են անհեթեթ այդպիսի մի վիճակի մեջ եւ մարդկային կյանքը նշանակություն ուրեմն չունի բայց այստեղ մի կարևոր բան ասեմ մենք անընդհատ նշում ենք միայն Սեյրան Օհանյան Սեյրան Օհանյանը որպես պաշտպանության նախարարություն պետք է ճշմարտացնենք ինքը պաշտպանության բնագավառում քաղաքականության մշակողն է զինվորական ծառայության անմիջական կազմակերպման համար պատասխանատու է գլխավոր շտաբի պետ Խաչատուրովը եւ այդ մարդը անընդհատ բնում է թաքնված հենց որ Խաչատուրովի մասին մի փոքր խոսում ես սկսում են բլոգերներ հայտնվել որոնք պահանջներ են ներկայացնում ուղղակի իմացեք Սեյրան Օհանյանը պատասխանատու է նրա համար որ քաղաքականության վիճակը չի փոխում պաշտպանության բնագավառում դրա համար պետք է համապատասխան գործողություններ հա իրավական ակտեր եւ այլն վերահսկողություն, բայց անմիջական զինվորական ծառայության կազմակերպման պատասխանատուն եւ զինված ուժերում կանոնադրական հարաբերությունների ապահովման պատասխանատուն հանդիսանում է մշտապես ստվերում մնացող եւ անմիջականորեն հա այդ ամենի համար պատասխանատու անձը Խաչատուրովը գլխավոր շտաբի պետը ես կխնդրեի որ սրանից հետո ոչ միայն Սեյրան Օհանյանի անունը նշվեր, այլ այդ մարդու, որը չի սիրուն աշկերի համար է շարունակում մնալ։ Այդ մարդուն ամեն մի դեպքի համար ինքն է պատասխանատու։ Կոռուպցիայի ամեն մի դեպքի համար ինքն է պատասխանատու։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ պետք է շեշտել նաև Գերագույն գլխավոր հրամանատարի անունը, դա Սերժ Սարգսյանն է, որը բացարձակապես անտեսել է, թե ինչ է կատարվում բանակում, ինչու են այդ անմեղ երիտասարդները զոհ դառնում այդ բռնի վայրի մթնոլորտին, որը տիրում է մեր զինված ուժերում։ Շնորհակալություն հաջորդիցը։ Պարոն Թադևոսյան, որքան հասկացա ձեր խոսքում դուք նշեցիք որոշակի թվեր եւ արդյունքում այն է ստացվում, որ ըստ էության մարդիկ այդքան էլ չեն դիմում ազգային ժողովի համապատասխան հանձնաժողով։ Պատճառների մեջ դուք կարող եք նշել նաեւ անվստահություն ազգային ժողովում հավաքված մարդկանց գործունեության նկատմամբ։ Գիտեք ինչ, այդպես կտրուկ խոսել չի ցանկանա։ Ոչ թե չի ցանկանա, այլ այդպես չի։ Իրավիճակը հետեւյալն է։ Մարդիկ դիմում են եւ չեն հասնում արդյունքի, որովհետեւ մեր ցեղ չկա իրավունքներ դրա համար գնալու, ստուգելու, պայքարելու եւ այլն։ Ունում է մեր հանձնաժողովի նախագահ անդամները եւ մեր հանձնաժողովի նախագահան, որոնք ստեպ բարձրացնում են այդ հարցը, ավելի շուտ տեղեկատվությամբ բնույթ է կրում, որովհետեւ շորեքշաբթի օրը գիտեք հարց ու պատասխանը եւ այլն այսպես ուրիշ։ Սողակի, հա։ Ուրեմն ես ուղղակի կարող եմ ասել, ես համաձայն չեմ այդ կարծիքի հետ, որտեղ ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավոր անարգել իրավունք ունի մուտք գործել ցանկացած փակ հաստատություն։ Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավոր իրավունք ունի ազատ ոչ միայն քրեակատողական հիմնարկներ, այլև զինված ուժեր։ Եվ թող բարի լինեն, եթե այդպիսի խայտառակ վիճակ է, ոչ թե կաբինետներում նստեն, այլ ազատ ժամերին կամ շաբաթ-կիրակի օրերին այցելեն զորամասեր, անսպասելի անակնկալ։ Շնորհակալություն։ Իրենց մանդատը դա լիովին թույլ է տալիս։ Պարոն Իշխանյան, բան ունեիք ավելացնել։ Գիտեք ինչ զիջ էի ուզում ասել։ Ամեն դեպքում մարդիկ որ դիմում են, դուք մոռացեք մի րոպե հասարակական քաղաքական շրջանակների գնահատականներ ազգային ժողովին։ Անելանությունից դուրս դիմում են մարդիկ։
Սա մի կողմ, բայց ես ուզում եի խոսել ընդհանրապես իմ պատկերացմամբ անցած տարի մի քննարկում եղավ ազգային ժողովում, եւ այդտեղ երևաց ազգային ժողովի պատգամավորների վերաբերմունքը ընդհանրապես մարդու իրավունքներին։ Այս ոչ թե կեղծ վերաբերմունքը, այլ իսկապես իրենց հոգուց եկած վերաբերմունքը։ Եվ որ քննարկում էր այլընտրանքային ծառայության մասին օրենքի փոփոխությունները, որը շատ կարևոր մարդու իրավունքների տեսակի շատ կարևոր հայեցակարգ է։ Եվ բացի ես մի պատգամավորից Էդմոն Մարուքյանից մի անգամից եմ ասում, մնացած բոլոր պատգամավորները, ովքեր այդ լսումներին ներկա էին, ես ուղղակի ճիշտ ասած զարմացել էի այդ մտածողության վրա, միջնադարյան մտածողության վրա այդ մարդկանց։ Եվ այդ օրենքի փոփոխությունները, որ եղան, մի պատճառ էր միայն, որովհետև Հայաստանը անդադ պարտում էր փողեր վճարում բյուջեից այդ մարդկանց։ Իսկ մտածողությունը, ես նորից եմ կրկնում, միջնադարյան մտածողություն։ Եվ այն մարդիկ են խոսում այլընտրանքայինի դեմ, աղանդների դեմ եւ այլն խոսում, որոնք ես համոզված եմ, ոչ իրենք, ոչ իրենց երեխաները բանակում չեն ծառայել, բայց խոսում են այլընտրանքային ծառայության դեմ։ Ես սա կուզենայի ասել, մի երկու բան էլ կուզենայի ասել, քանի որ հարցեր չհնչեցին, անցած տարվա հետ կապված, որ անցած տարին ցույց տվեց, որ չնայած 2011 թվականին մեզ մոտ ընդունվեց օրենք խաղաղ հավաքների մասին, եւ ես ձեզ բոլոր լրագրողներին ասում եմ, նորից պնդում եմ, այդ օրենքը ինչքան էլ մեծ թվաթեթերություններ ունի, այդ օրենքը բավականին լավ օրենք է եւ ունի միջազգային բարձր չափանիշներ խաղաղ հավաքների հետ կապված։ Այս տարվա դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանում օրենքը բացարձակապես նշանակություն չունի, այլ գոյություն ունի քաղաքական կամքը, բացասական իմաստով։ Եվ որ բոլոր խաղաղ հավաքների ժամանակ բռնությունները տեղի ունեցան դեկտեմբերի 2-ը, եւ որ խաղաղ հավաք էր, եւ որևէ բռնություն չկար, այդ ցույց տվեցին, որ այդ օրենքը լավ օրենքը 0 է, կարող է գցել եւ բարել այդ օրենքը։ Այ քաղաքական կամք եք ասում, չէ՞, քաղաքական կամք այստեղ է դրսևորվում։ Քաղաքական կամք դրսևորվեց օրենք փոխելու համար, բայց դե հրահանգով ամեն ինչ դառնում է 0։ Մյուսը կուզենայի ասել, քանի որ այստեղ ներկա է, շատ հարցեր է ես մոտս գրել, բայց քանի որ ժամանակը կարծես թե չի լինում, շատ հարցերի ուզում անդրադառնալ, մյուսը անպատժելիության մթնոլորտին հերթական, ինչքան էլ Բովա Գասպարյանը խոստանար հերոստացույցով ասեր, որ անպատժելիներ չեն լինելու, բազմանում են սրիկաները այսպիսի խոսքերով եւ այլն, հա, ես այսպես ասեմ, բանը Սուրիկ Խաչատրյանի դեպքի մասին ասվեց։ Ես ում այլ դեպքերի մասին ասեմ, մեկը Ռուբեն Թոփալյանի դեպքը, դիզայների, որին Կարեն Շահմուրադյանը իր 3 տիկնապանների դաժանեց երենքտատկել քիթը պոկվելով եւ այլն, ոստիկանությունում չէին ուզել վերցնել բացատրություն, համոզել են, որ բացատրություն չտա, դատաբժշկական փորձաքննության չէին ուղարկել։ Հետագայում գործը սեպտեմբերին, դա մայիսին էր կատարվել, սեպտեմբերին գործը էին հարուցել իր վրա, ինքը իբր 4 հոգու ծեծել է։ Եվ մինչև հիմա գործը Կարեն Շահմուրադյանի նկատմամբ գործ հարուցված չի։ Հաջորդը Արման Երեմյանն այստեղ նստած է, խնդրի հետերը զրույցեք։ Եվ որ մարդը ֆինանսներ է ներդրել, հավատալով, ես մոռացել եմ անունները, ովքեր ների պատգամավոր է, չէ՞ ինչ-որ։ Հա, եւ այլն, այդ ամեն ինչից հետո ամբողջ գումարը ձեռից վերցրել են եւ իրեն եւ մորն էլ ծեծի են ենթարկել, միջև էլ հետապնդումների են ենթարկվում։ Ահա ձեզ բանը իրավական համակարգը Հայաստանի։ Եվ մի բանի մասներ կուզենայի ասեի, որ այս տարի աչքի ընկավ Հայաստանում իր անհանդուրժողականության, խտրականության, այսպես ասած, երևացող երևույթներով։ Հանդես եկան եւ ես կարծում դրանք հատուկ հանդես եկան, գուցե Եվրոպական միության հետ, Եվրոպական միության ասոցիացման դեմ, ես դավադրությունների տեսության կողմնակից եմ, բայց ինձ այդպես է թվում, եւ որ ի հայտ եկան այդ ծնողների կոմիտե, երիտասարդական լիգա, տարբեր այդպիսի կազմակերպություն եւ հեռուստաեթերը լցված էր նրանց խոսքերով, բաների դեմ, կրոնական կազմակերպությունների դեմ աղանդներ կոչելով նրանց այդ գենդերային հարցերի հետ, որտեղ ես կարող եմ ասել մարտաճյուղ տգիտություններ դա, որովհետև գենդերային հավասարության օրենքը բացարձակապես կապ չուներ սեռը փոխելու հետ, բայց այդ ամբողջ եթերը դրանցով լսված ավելին ասեմ, քանի որ այդ բանակից խոսեցինք եւ ընդհանրապես Ալեքսանդր Ամարյանը ԿԳԲ-ի աշխատող, երբ որ ասում էր, որ անընդհատ խոսում է դրանց դեմ, կեղծ սուտ մեղադրանքներով ամբողջ սուտ, եւ այդ արկիրը ասում է հայոց աստղերը, այդպես ասած երկիչները, երկչույները, նրանցից շատերը աղանդավոր են։ Գիտեք ինչ է դրա համար եւ սկսեցին հերթով նրանք մեղագալ, որ գիտեք ինչ է, ես կարող եմ ավետարանականի հետևորդ եմ, աթեիստ եմ, եւ սկսում են արդարանալ, այսինքն մթնոլորտը այնպեսին է, որ մարդիկ վախենում են, կամ բանակում բանակ են ներխուժել աղանդները։
ինքնասպանություն գործածների գրպանների մեջ ես իմիջեր են հայտնվել։ Ես ձեզ վստահեցնում եմ նրա ասածները, որտեղ մի քանի անգամ երբ ժամանակը կարճ է, մի քանի անգամ ես նրա բանավեճների մեջ եմ եղել, նրա ասածները խորհրդային ժամանակվա մեթոդներն են, երբ որ մի սուտ բան KGB-ն տարածում էր։ Որևէ ճշմարտություն ես վստահաբար ասում, կանչեք ինձ նրա հետ բանավեճի եւ կտեսնեք թե ես նրանց ոնց ցույց կտամ նրա սուտը։ Եվ այս մթնոլորտը կանանց ռեսուրսային կենտրոնի պայթեցման բաները, սպառնալիքներ եւ այլն, ես տպավորությունս այնպեսին է, որ ինչ որ չգիտեմ, էլի միջնադարյան ասեմ թե ինչ անհանդուրժողականության բան է գնում եւ ստեղծում են կեղծ կազմակերպություններ եւ կեղծ քաղաքացիական շարժումներ, այդ թվում նաեւ ընտրությունների ժամանակ դիտորդական խմբեր, որոնք մի անգամից բաժի փոխում են մեկ հանրապետական կուսակցություն, մեծ եշիչ դիտորդական խումբ, դրանց անուններն են Էրեբունի համայնքների զարգացման կենտրոն, տնտեսական սոցիալական իրավական կենտրոն, կյանք մարդու իրավունքների հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա եւ այլն։ Այսինքն մենք կանգնած ենք շատ հետաքրքիր, այսպես ասած, ագրեսիվ հասարակական կազմակերպությունների քաղաքացի շարժումների առջև։ Շնորհակալություն, հաջորդ հարցը։ Այ մենք խոսում ենք անընդհատ խախտված իրավունքներից, վերականգնված իրավունքներից չենք խոսում։ Դրանք չեն վերականգնվում, ուզում եմ մի հատ լուսավոր բան ասեք, էլի, այդ եմ ուզում։ Լուսավոր բան ես կասեմ, մի լուսավոր բան դա այլընտրանքային ամեն դեպքում օրենքի մեջ փոփոխություններ մտցնելն էր եւ այսօր մենք չունենք խղճի բանտարկյալներ։ Այդ իմաստով, որովհետեւ փաստորեն Եհովայի վկաներ կազմակերպությունից բոլորը ազատվեցին եւ դիմեցին այլընտրանքային ծառայության։ Սա հազվագյուտ բան դրական որ կարող եմ ասել, նորից եմ կրկնում, խնդիրը գումարներն էին, բայց ես կուզենամ ասեմ մի ուրիշ բան, էլի անպարտիելիության հազար ներողություններ, քանի որ Արման Դավթյանը անուն տվեցի, ուրեմն խոշտանգված տղա, որի դեռ 2 ամիս անցել էր թևը կոտրված եւ այլն բազմաթիվ փաստեր բանի Մաշտոցի ոստիկանությունում ծեծված։ Մենք դիմեցինք խոշտանգումների հետ կապված, որ գործ հարուցվի մերժվեց դատախազությունում, դիմեցինք դատարանը հետ վերադարձեց, որ պետք է գործ հարուցվի։ Եվ հայտարարություն եղավ դատախազության կողմից, որ Հելսինկյան կոմիտեի կողմից դիմված խոշտանգումների գործով, Արման Դավթյանի գործով քննություն է սկսում։ Կարծես սա այլ տեղից չարժվեց։ Վերջերս այդ գործը փակվեց, այսինքն ապացույցներ չլինելու պատճառով։ Ես մի լուսավոր բան կարող եմ արձանագրել, վերհիշենք դա Մադաղիսի գործով հանիրավի դատապարտվածների արդարացումներ 9 տարի պայքարից հետո, բայց մի ուսանելի բան ցույց տվեց Մադաղիսի դեպքը, որ մեր նման երկրներում միայն իրավական ճանապարհը, իհարկե, մենք արդեն բազմիցս համոզված ենք, որ անհետ է, բայց երբ որ կա կազմակերպված հասարակական աշխատանքներ, հա, գուցե եւ հնարավոր է, տեսեք, գուցե եւ հնարավոր է հասնել արդյունքի, որովհետեւ ես երաշխիք չունեմ, որ մեկ այլ դեպքերում կարող են ունենանք նման արդյունքներ, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ արձանագրել քաղաքացիական ակտիվությունը իրավունքների եւ շահերի պաշտպանության համար, որը աննախադեպ էր այս տարի։ Ընդ որում դա ոչ միայն առավել պայմանավորված չէր հենց հասարակական կազմակերպություններով, այլ պայմանավորված էր հենց քաղաքացիների նախաձեռնություններով։ Դա ներհամայնքային ուղղափոխադրության հարցերներ, չէ՞, Մաշտոց, Կոմիտաս եւ այլն, այսինքն բազմաթիվ ուրեմն էկոլոգիական բազմաթիվ խնդիրներ, հա, միշտ չի որ իհարկե ցանկալի ձևակերպումն է ստանում, տարոն սիրունչի տարբերակը նա որոշ դեպքերում ուղղակի կանխարգելում, նպատական ունենալով իհարկե հուսալքել, բայց այնուամենայնիվ ես գտնում եմ, որ խնդիրների ծավալի ավելացման հետ եւ որ կա նաեւ ընդվզում եւ սեփական նախաձեռնությամբ իրավունքների, սա բավական հուսադրող է։ Իհարկե առանձին դեպքեր մենք կարող ենք նշել դատական ակցիաներում, երբ որ ստանում ենք ինչ-որ դրական որոշում, բայց նույնիսկ դրանք բացառություններ են, որոնք գալիս են հաստատելու ցավոք սրտի օրինաչափությունը, որտեղ այդ են դեպքերն են, երբ որ իշխանության ներկայացուցիչի կամ օլիգարխի շահը բացակայում է այդ գործերում, հա, այդ դեպքում հնարավոր է ինչ-որ մի հատ պլստալ, հա, ասենց մի հատ բան եղավ, սա է ուղղակի։ Ես չեմ կարող այսպես ցցուն օրինակ բերել լուսավոր մի գործի, նույնությամբ կասեմ, որ ինչ որ ընթացքով գործերի ընթացքում որ զբաղվում, ինչ որ փոքրիկ հաջողություններ, այսպես ասած, ձեռք ենք բերում, որը ընդհանուր առմամբ այս իրական իրավիճակի մեջ ինքը մի կաթիլ է եւ որևէ բան ուրախանում ենք իհարկե որ գոնե ինչ որ մի փոքրիկ բան կա տեղի ունենում, բայց
արդյունք, որպես մեծ արդյունք, որպես լուսավոր օրինակ ես չունեմ, որ ձեզ բերեմ, չգիտեմ։ Դժվար է։ Այնուամենայնիվ ես պետք է նշեմ, որ այդ քաղաքացիական ակտիվիզմը իսկապես հույս է ներշնչում ոչ միայն հասարակական կազմակերպությունների մեջ, այլև հենց քաղաքացիական հասարակության ներսում, որովհետև տարիներ շարունակ գոյություն ունեին հասարակական կազմակերպություններ, բայց քաղաքացիական հասարակություն մենք այնուամենայնիվ չէինք տեսնում, եւ այս վերջին տարիների մանավանդ երիտասարդ սերնդի ներգրավվածությունը եւ ընդվզումները կարծես թե հույս են ներշնչում, որ այդ քաղաքացիական հասարակությունը կամաց կայանա եւ իր խոսքը կասի ներքին կյանքում։ Ասեմ, որ լրագրողական հանրության մեջ էլ այսպես իրավիճակից դժգոհության եւ որոշումներ կայացնելու վրա ազդելու ցանկություն եղավ եւ այս տարի փաստորեն հենց ինքը լրագրողական հանրությունը տեսնելով ինչ ահավոր իրավիճակ է տիրում առցանց լրատվամիջոցներում առաջին հերթին այդ copy-paste-երի paste-երի օրինակները, երբ հեղինակային իրավունքը ոտնահարվում էր ուղղակի եւ շարունակում է դեռ ոտնահարվել, բայց ավելի քիչ ծավալներով, հենց ինքը ուրեմն լրագրողական հանրությունը որոշեց, որ պետք է առաջարկություններ մշակվի եւ ներկայացվի ազգային ժողով, սա այն վերջին տարիների միակ օրինակն է, երբ այդ առաջարկությունները հաշվի առան իշխանությունները եւ ազգային ժողովը համապատասխան փոփոխություններ մտցրեց հեղինակային իրավունքի մասին օրենքում։ Կարծում եմ, որ դա շատ լավ օրինակ էր, թե ինչպես ինքը հասարակությունը կամ հասարակության մի մասը տվյալ դեպքում լրագրողական համայնքը ինքը փորձեց ներքևից իր ներսում եղած խնդիրները լուծել եւ դա օրինական ձևակերպումներ ստացավ։ Այնպես որ շատ քիչ, բայց լուսավոր կետեր իհարկե կան եւ շատ կարեւոր է, որ աշխատենք այդ ուղղությամբ, վիճակը բարելավենք, բայց ուղղակի շատ ծանր այսպիսի աշխատանք է սպասում, որովհետեւ այդ միջնադարյան մտածելակերպը շատ խորն է նստած իշխանությունների մեջ եւ փոխել դա այս պարագայում շատ դժվար է գրեթե անհնար։ Քիչ մուտ ստացվեց վերջը։ Բայց ես վերադառնամ իմ նախորդ ասածին, որ ես առաջին ինձ այն տրվեց, ես ասացի, եթե չունենք իշխանության տարանջատում, այդ բոլոր տիպի դրական բաները տարեց տարի դրանք լինելու մի փոքր դրական 15 հատ բացասական։ Հիմնական խնդիրն է իշխանության տարանջատում, եթե մենք չհասնենք այն բանի, որ դատարանը անկախանա, իրապես անկախանա, դա պետք է սահմանադրական բարեփոխումներ եւ այլն, բայց մեր հասարակությունը արդյոք այդ պահանջը դնում է թե չէ, պետք է այդ պահանջը դրվի։ Սահմանադրական բարեփոխումներ եւ այստեղ մի անգամ ես ուզում եմ ինչ ասել։ Ես ուզում անդրադառնալ այս տարվա, ուղղակի որպես վերջի խոսքն եմ ես ուզում ասել, ես ուզում անդրադառնամ այս տարվա շատ հետաքրքիր զարգացումներից եւս մեկին։ Ես մի այսպիսի հայտարարություն եմ ժամանակին արել, թող ինձ ներեն բոլոր քաղաքապանտարկյալները, որ Հայաստանում քաղաքական պանտարկյալները լինում են սեզոնային, վատ իմաստով չեմ ասում, հատկապես նախագահական դրություններից հետո քաղաքական պանտարկյալներ ենք մենք ունենում։ Այս տարի եւ նախագահական դրություն եղավ, բայց ի տարբերություն նախորդ տարիների նախագահական դրություններից հետո քաղաքապանտարկյալ չունեցանք, որովհետեւ չգնաց սուր արճակատման տեխնացուն, իմ կարծիքով հաղթած տեխնացուն։ Դրա մասին չվիճենք ճիշտ արեց, թե սխալ արեց։ Բայց փաստորեն խաղաղ պայմաններում մենք այսօր ունենք քաղաքապանտարկյալներ եւ ես ուզում խոսել Շանթի մասին։ Վալոդիա Ավետիսյանի, որին վարկաբեկեցին եւ բռնեցին, դա քաղաքապանտարկյալ եմ ես համարում, եւ հաջորդ քաղաքապանտարկյալը Շանթի եւ իր ընկերները, այսպես ասենք, հա, Շանթ մոտ 15 թե 16, 14։ Ուրեմն հենց որ ինքը Շանթ Հարությունյան հայտարարեց իր նստացույց հեղափոխության մասին, նա ին վաղեմից անոթն է։ Ես մի անգամից գնացի օպերայի հրապարակ հետը զրուցելու։ Նա շատ հետաքրքիր բաներ ասաց։ Նա ասաց, գիտեք, ասում է, ճահճանում է, երբ որ երկիրը ճահճանում է, բերելով Հայաստանից օրինակներ, միջնադարյան, համաշխարհային օրինակներ, որ ճահճանում է, երկիրը, ասում է, շատ վտանգավոր վիճակի մեջ հայտնվում, որ կարող է կործանվի։ Եվ այդ ժամանակ, ասում է, խելոք իշխանավորները բարեփոխումներ են անում։ Ասում իսկ բարեփոխումներ չեն անում, ներքևից հեղափոխություն է լինում։
Ես ասում ուզում եմ իմ օրինակով ցույց տամ, որ եթե դուք չանեք բարեփոխումներ, ես հեղափոխություն կանեմ կամ հեղափոխություն կլինի։ Եվ նրա այդ նոյեմբերի 5-ի ակցիան, երբ որ նա ասում էր բենզինի շիշեր, որից կարճում են կներեք սպիտակ ձեռնոցներով քաղաքական գործիչներ եւ իրավապաշտպաններ, որ նա քաղաքական բանտարկել չէ, որովհետեւ այսպիսի կոչեր է արարել։ Կներեք, որևէ մեկ նրա մոտ գտավ բենզինի շիշ։ Ոչ, դա հռետորական էր նրա ասածը։ Նա գնում էր իր օրինակով ցույց տալու, որ այսպես ապրել չի կարելի։ Պետք է բարեփոխումներ դա կոչեր եւ վերևներին։ Եվ ես տեսակետից ասում եմ, մեր բոլորի խնդիրը պետք է լինի, ինչպես շանթի ընկերներն են ասում, մեր գրասենյակում եղել եւ տղան։ Մի մտածեք, ասում են շանթին պաշտպանի ազատելու մասին։ Մտածենք շանթի գործը շարունակելու մասին։ Եվ մենք ունենք այդքան քաղբանտարկյալ այսօր, շնորհակալություն։ Շնորհակալություն, ամփոփելով մեր քննարկումը, եթե մեր բանախոսներ ունեն դիտարկումներ, որոնց մասին հարցեր չեն հնչել, եւ դիտարկումները եւ վերջին հարցը ինչպես ենք փորձելու անել, ունենք այն իրականությունն, ինչ որ ունենք, ինչպես ենք շարունակելու աշխատել, որպեսզի ունենանք իրավունքի երակայություն մեր երկրում։ Ես կուզենայի ամփոփիչ խոսք ասել ոստիկանական աշխատանքի գործունեության մասին։ Իհարկե դատական համակարգը իրոք աղետալի վիճակում է, ես համաձայն եմ ամբողջությամբ, բայց ես այս տարի առաջին տեղում կդնեի ոստիկանությանը, երբ Վովա Գասպարյանը ստանձնեց պաշտոնը, աղոթքով, մեսիայի կերպարով փորձեց հանդես գալ հանրության առաջ այդ կեղծ մոտեցումներով, բայց իրականում ինչ ցույց տվեց։ Մենք ականատես եղանք բազմաթիվ բռնի դեպքերի եւ գիտեք, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները շատ մեծ արձագանք ունեցան ակտիվիստների նկատմամբ այդ բռնությունների ահավոր խոշտանգումների, օրինակ մարդ, որին մենք Անուշավանին, որը հիմա այդ գործով, շանթի գործով, այսպես ասած, ինքն էլ եւս այդ կալանավորվածների մեջ է, աննախադեպ եմ համարում ոստիկանապետի կողմից Շանթ Հարությունյանին բռնության ենթարկելը, նրա ընտանիքին սպառնալիքներ հնչեցնելը, նրա տղային անչափահաս 14-ամյա տղային ոստիկանական բաժանմունքում ամբողջ գիշեր պահելը եւ ծեծի ենթարկելը եւ մի ողջ, այսինքն ոստիկանական ղեկավար կազմ այցելել է Շանթին եւ ղեկավար պաշտոնատար անձինք են դա իրականացրել։ Բացի այդ, այսինքն աննախադեպ եմ համարում ոստիկանական բռնությունները։ Գյումրիի դատարանում մենք լսել ենք այդ Վարդան Ղուկասյանի փեսայի գործը, թե ինչ խոշտանգումների է ենթարկվել այդ մեղադրյալը, ում փաստաբանը Լուսինե Սահակյանն է, եւ դա արել է Աշոտ Կարապետյանը, որը ներկայիս, ուրեմն Երևան քաղաքի ոստիկանապետն է։ Դա ընդհանրապես, այսինքն բարեփոխումների մասին, այդ աղոթքների մասին, որ խոսում էր Վովա Գասպարյանը, այդ նույն ժամանակահատվածում բռնությունների են ենթարկում բազում մարդիկ։ Ես սա կուզենայի առանձնացնել եւ այո, մեծ հետ հանդիպել են փորձագետներ, միջազգային եւ այլ, որոնք գնահատում են ոստիկանության աշխատանքը, խաղաղավակներ, բայց ավետիքը շատ դիպուկ արդեն դա ներկայացրեց, երբ նույն զոհված զինծառայողների ծնողները, որոնք կառավարության շենքի մոտ ցույցեր են անում, տպավորություն է, որ շատ խաղաղ, բայց թող փորձվեն տեղափոխվեն նախագահի նստավայրի մոտ կանգնեն։ Մենք գիտենք, չէ՞, որ Նանա Մուրադյանի ձեռքից խլել էին տղայի լուսանկարը եւ հրել էին եւ բռնություններ էին գործադրել։ Ես կարծում եմ, որ ոստիկանապետը ինքը չի կարող առանց բռնությունների, նա չի կարող հրաժարվել, նա ռազմական ոստիկանության պետ է եղել եւ հայտնի է եղել խոշտանգումներով եւ բռնություններով եւ այլ դեպքերով, որոնք տեղի են ունեցել ռազմական ոստիկանությունում։ Մենք սա եմ գնահատականը, ես առաջին տեղում դնում եմ ոստիկանությանը։ Ինչ վերաբերում է, ինչ կարող ենք մենք փոխել, մենք աշխատում ենք, իհարկե, բայց ինչ կարող ենք մենք անել համատարած խախտումներին։ Շատ մարդիկ են դիմում ու չգիտես դու որ մեկին հասնես։ Եվ գիտեք ինչ, հիմա օրինակ այդ քիմիկոսներին, այդ գործը, որ վերաքննիչ դատարանում խոշտանգված, նրանց մեջ կա այդ մեղադրյալ ամբաստանյալների մեջ կա 78 տարեկան քիմիկոս, որին բռնությունների են ենթարկել։ Աշոտ Առաքելյան, որը 14 ծանր հիվանդություններով է տառապում, որոնցից 4-ը անհամատեղելի են պատժի կրման հետ, նրան խոշտանգումների են ենթարկել։ Նա դատարանում ասեց, որ ինքը ձայնագրություն 60-անց մարդիկ են, նրանք գիտնական են, նրանք ասում են, որ չէր կարող
այդպես չէր կարող թմրանյութ արտադրել, մենք չունենք այդ սարքավորումները։ Եվ ինչն է նպատակը, այսինքն դու մտածում ես ինչն է նպատակը, որ այս 9 մարդուն խոշտանգել են ցանկալի ցունցմուկներ ստանալու համար։ Պարզապես ուզել են խլել նրանց ձեռքից այդ ընկերությունը, Քիմտեղ, հա, այդ բաժնետիրական ընկերությունը, եւ դիմել են այդ մեթոդներին։ Սա է։ Շնորհակալություն, պարոն Սաքունց։ Փորձում ենք օգնել, թե ուզում ասել։ Ուրեմն նախ իհարկե մենք ունենք այս տարի շատ հրաշալի նվերներ Չակերտավոր, հա։ Վովա Գասպարյանը արդեն նշվեց, ինքը մսագործներին նշանակում է ոստիկանապետեր։ Միանշանակ Գրիշա Վերապյան, Վահան Խալաֆյան, այդ գործերով այն մարդիկ, որոնք անմիջականորեն պատասխանատու էին այդ մահվան դեպքերի համար, նրանք նշանակում են պաշտոնների։ Սա մեկ։ Երկրորդը ստացան Գևորգ Կոստանյանին, որ աննախադեպ էր ըստ էության։ Իր հլու հնազանդ եւ գիտեք Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու այդ միտումը դա ավելի սարսափելի է։ Այսինքն եթե մարդը հասկացանք հրամաններ է կատարում, բայց երբ որ ցկտում է ավելի կատարյալ լինել, քան թե հրամանի բովանդակությունն է, դա այսինքն ցկտում է շատ ավելի հաճոյանալ եւ ծառայել։ Մենք որևէ իրական փոփոխություն իշխանության վարքագծում, որը հույս կտար կամ գոնե ինչ-որ մտածելու հնարություն կտար, որ կարելի է ակնկալել, որ իրավիճակը կփոխվի, չունեցանք։ Ավելին, մենք հանձինս սեպտեմբերի 3-ի ունեցանք եւս մեկ մարտահրավեր, եւ որ ամբողջ այս իշխանության քրոնիկ հիվանդությունը, որը բարբերաբար սրացումներով արտահայտվում է, խախտումներով, բռնություններով, ինքը ամբողջանում է, երբ որ Աստված միարասե ընդգրկվի այնպիսի մի համակարգի մեջ, ինչպիսին Մաքսային միություն տոտալիտար երկրների ակումբն է, հա, այսինքն գտնվում է այնտեղ, որտեղ իր հիվանդների ակումբն է դա։ Լուրջ բան եմ ասում, հիվանդների, ոչ թե առողջական խնդիր ունեցողների, այլ մտածողության տեսակետից հիվանդների, հիվանդ մտածողության։ Եվ մենք ինչ ենք անելու։ Մենք ունենք անելու այն ինչ որ մենք իմանում ենք։ Սա է լրագրողների, իրավապաշտպանների համար առաջին անելիքը։ Փաստերի հավաքագրում, վկայությունների հավաքագրում խախտումների մասին, որտեղ հանցագործները միշտ մի բանից են խուսափում, երբ որ հանցագործության մասին ակնհայտ հիմնավորող տվյալներ կան։ Երբ որ այդ տվյալները չեն հավաքագրում, փաստերը չեն հավաքագրում, նրանք իրենց ավելի են անպատասխանատու զգում եւ ավելի ապահով։ Չէ, իրենք պետք է իմանան, որ այս պահին թեկուզ գտնվում են անպատասխանատվության մեջ, որովհետև փաստերը չեն ստանում իրավական ուժ, նկատի ունեմ քրեական գործ եւ այլն, բայց վավերացումը եւ հիմնավորումը հանցագործությունների, որոնք ուղղված են մարդու դեմ, դա մենք պետք է հավաքագրենք, շարունակենք հավաքագրել մեկ։ Երկրորդը փառքաստոր ունենք եվրոպական դատարան, Հայաստանը դեռևս Եվրոպայի խորհրդի անդամ է եւ պետք է բողոքները եվրոպական դատարան շարունակել եւ անընդհատ մեծացնել։ Հաջորդը դա միջազգային կառույցներում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է, այդ կառույցների հետ պետք է շարունակել, որտեղ այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունը դա Ռուսաստանի դաշնություն չի, Պուտին չէ, որը իր էներգետիկ ռեսուրսներով կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ, հա։ Այսինքն մենք մեր երկրի պատասխանատվության տեսակետից պետք է կատարենք այն գործողությունները, որոնք կնվազեցնեն ռեժիմի, դիկտատուրայի տարածման կամ իրացման տարածքը եւ մեր տարածքները պետք է ընդլայնենք, ազատության տարածքները ընդլայնենք։ Սա է մեր խնդիրը եւ դիմագրավենք, սա է։ Մենք չենք հրաժարվել դրանցից։ Պարոն Թադևոսյան, կնշեք այս տարվա որևէ ձեռքբերում եւ ինչ պետք է անենք իրավունքի գերակա երկիր ստեղծելու համար առաջիկայում։ Ձեռքբերում չեմ կարող ասել, բայց կասեի հետեւյալը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ մարդու իրավունքների դեկլարացիա, սահմանադրություն եւ այլն այդ բոլորը իրենց տեղին, բայց ամենաշատը մենք այսօր նշեցինք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու իրավունքների խախտումը ավելի շատ երևում է քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերում։ Նկատի ունենալով այդ հանգամանքը ես նույնպես կոչ եմ անում
իմ գործընկերներին, մեր 4-րդ իշխանությանը, որ արդեն ազգային ժողովում գործառույթան մեջ է տևել քրեական դատավարության օրենսգրքի նոր նախագիծը։ Չնայած իմ անձնական կարծիքը այն էր, որ կարելի էր մի քանի փոփոխություններ կատարել եւ դրանով սահմանափակվել թե ում մտքով անցել եւ քրեական օրենսգիրքը եւ քրեական դատավարությունը փոխել, որի 10 տարի դեռ չլարած է։ Այնուամենայնիվ նկատի ունենալով, որ ամենից շատ խախտում է քրեական դատավարության եւ քրեական օրենսգրքի պահանջները, ուստի ես նույնպես հույս ունեմ, որ եկող տարի, այսինքն Գարնանը պետք է ընդունվի այդ օրենսգիրքը, ավելի շատ մենք պայքարենք, ավելի շատ մասնագիտական գիտելիքներով, ավելի շատ խորհրդակցություններ եւ այլն, որպեսզի լավ օրենսգիր լինի եւ ավելի քիչ իրավունքների խախտումներ տեղի ունենան։ Շնորհակալություն, պարոն Մելիքյան, ամփոփիչ խոսք, եթե ունեք որևէ բան ավելացնելու։ Ես կարծում եմ, որ իմ ամփոփիչ խոսքը կլինի մեր տարեկան զեկույցում եւ ուղղակի կոչ կարեմ հետո դա հունվարի կեսին է լինելու եւ մենք այնտեղ կամփոփենք եւ մեր գնահատականները կտանք։ Շնորհակալ եմ։ Հարգման համար հիշեցնեմ, որ մեդիա կենտրոնում մենք ամփոփում էինք տարին մարդու իրավունքների պաշտպանության իրադրության վերաբերյալ եւ իմ հյուրերն էին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, լրագրողներ հանուն մարդու իրավունքների կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Մարտին Թադևոսյանը։ Շնորհակալություն քննարկմանը մասնակցելու համար։ Ես Աղավնի Եղիազարյանն եմ, կհանդիպենք։ Պարոն Թադևոսյան, ես պիտի խնդրեմ ձեր տվյալները, որովհետեւ մենք այսօր